Ողջույն սերի ընկերներ, շնորհակալ եմ, որ միացել եք ինձ, շնորհակալ եմ, որ հետևում եք, սերի հետևորդներ։ Քիչ առաջ այդպես մի քիչ ուշ հայտարարեցի այս լայվի մասին, չգիտեմ քանի հոգի հնարավորություն կունենան միանալ եւ լսել, բայց ամեն դեպքում ասելիքները կարելի է ասել, հետո հնարավորություն կունենաք լսելու։ Ուրեմն տուն վերադառնալուց անվերջացած այս հայտարարություն կատարեցի, որ լայվ կմտնեմ։ Մի քանի օր որոշում եմ խոսել, դժբախտաբար զբաղվածության պատճառով թե շաբաթավերջին, թե այս օրերին չեմ կարողացել այն ուտեմ, այդ մի շարք թեմաներ կան, այսպես հավաքվել էին եւ կարծում եմ, որ հարմար է, որ դրանց մասին խոսենք եւ բացատրվենք, այսինքն այդպես մի կարճ մտերմիկ զրույց ունենանք միասին։ Ցավում եմ նախ, ուզում եմ իսկապես ցավ հայտնել, քանի որ մեր թանկագին ժամանակը մենք պիտի հատկացնեինք այս օրերին քննարկելու Նիկոլ Փաշինյանին, քննարկելու Աննա Հակոբյանին, քննարկելու ԿՊԱ-ականների քայլերը, բացահայտելու նրանց պլանները, որ ունեն, աշխատանքը, որ կատարում են, փորձեին ժողովրդին իրազեկել այդ պլանների կապակցությամբ, համախմբում ստեղծել, միասնականություն ստեղծել, միասնական պայքար տանելու համար, փորձել ժողովրդին մեկ ճիշտ ուղղությամբ տանել, արդյունավետ աշխատանքի ուղղությամբ առաջնորդել, բայց այդ ամբողջ ժամանակը, որ այդ կապակցությամբ պիտի ծախսվի, մենք պիտի գանք ծախսենք մի շարք մարդկանց մոգոնած ինչ-որ այդպես անիրագործելի ծրագիրը ժողովրդին բացահայտելու եւ փորձելու հասկացնել, որ ժողովրդին թե ինչպես են իրեն խաբում, որտեղ են իրեն գցում, որտեղ այս ամեն ինչը դեպի ուր է տանում, որն է այդ ամեն ինչի նպատակը եւ այս մեր ամբողջ ժամանակը պիտի հատկացնենք դժբախտաբար այս երևույթի վրա։ Ամեն դեպքում դրանից խուսափում չկա եւ մենք պարտավոր ենք այդ թեմաներին անդրադառնալ, դրանց մասին խոսել։ Ես էլ մի տեսակ կարծես իմ վրա պարտականություն եմ վերցել այդ թեմաների մասին շարունակաբար խոսել ու հիմա էլ այդ մասին ուրեմն խոսում եմ։ Հիմնականում նպատակը մի քանի այդպես ասած հետաքրքիր ստերի բացահայտում էր, որը կատարվեց վերջին օրերի ընթացքում։ Ես դրանց մասին եմ ուզում խոսել հիմնականում, բացահայտում կատարել, նաև մեկ երևույթի մասին, որ երեկվանից է սկսել, նաև դրա մասին խոսել, քանի որ կարծում եմ դա չափազանց կարևոր է, շատ թեև գուցե շատերը անտեսել են, բայց այդտեղից մի տեսակ այդպես պարզ է դառնում, թե այս ամեն ինչը որտեղից է ակունք առնում, հիմնականում ով է կանգնած այս ամբողջ ծրագրի հետևում, ով է կառավարում այս ամեն ինչը եւ դեպի ուր են ուզում տանել եւ ինչ նպատակ են ուզում հետապնդել այս impeachment կոչված ուրեմն ծրագրավորմամբ։ Ես այն բանը, որ կրկնել եմ, չեմ կրկնելու, դժբախտաբար Էդգար Ղազարյանը սիրում ամսվա ընթացքում գնա մի 50 հատ հարցազրույց տա, օրեկան մի 6 հատ հարցազրույց տա, ամեն տեղ էլ թութակին ման իր ուզած բաները, նույն բաները կրկնի, դե այն մարդիկ ամսավերջին տեսակ էլ արդեն կատարողական են կազմում, կատարողական են ներկայացնում, քանի դիտում են հավաքել, քանի լայք են հավաքել, քանի հատ հարցազրույց են տվել, դե չգիտեմ հիմա կատարողական ընդհանրապես գիտեք ինչի համար է պատրաստվում, ինչ նպատակի է ծառայում։ Ես այդպեսի գործ չեմ կատարում, հետաբար թեմաները կրկնելու պատճառ չեմ տեսնում, կարող եք գնալ իմ նախորդ լայվերը լսել, տեխնիկական առումով, իրավական առումով ինչ որ պիտի բացատրեինք այս մարդկանց մասին, բացատրել ենք, ասել ենք, եւ հասկացողն արդեն կարծում եմ հասկացել է։ Բայց մի հետաքրքիր բացահայտում կատարեց 3 ուրեմն Էդգար Ղազարյան իր լայվի ժամանակ, ես դրա մասին 3 իհարկե Facebook-ում կարճ գրել էի, բայց կարծում եմ դա չափազանց կարևոր է, քանի որ հիմնականում դրա հետևում թաքնված նպատակն է իմ կարծիքով կարևոր։ Խոսք ինչու՞մն է կայանում։ Եթե հետևած լինեք Էդգար Ղազարյանի ուրեմն հարցազրույցներին, այդ կամ ընդհանրապես impeachment-ից նա հիմա շատ էլ անուն չտամ, որտեղ մյուսներն են իրեն հետևելով նույնն են կրկնում եւ բոլորն են մեղսակից են այս հարցում, միայն մեկ հոգի չէ։ Շարունակաբար այն թեման էին զարգացնում ժողովրդի մոտ շուրջ 2 ամսից ավելի, որ իշխանափոխության ընդհանրապես միայն 4 տեսականորեն մեթոդ կա, որի միջոցով կարելի է Նիկոլին հեռացնել։ Եվ բացատրելով հիմա հենց Էդգար Ղազարյանի ոճով եթե ուզենանք բացատրենք, մեկը այն մեկ մարդամեկի սատկելն է, որը մեր ձեռքով տես ասած մեզ չի վերաբերում, մեր կողմից կառավարելի երևույթ չի, դա Աստծո կողմից բան է, մենք չենք կարող դրա վրա շատ էլ հաշիվ անել, ամեն դեպքում տոկոսը 0 է գուցե այս պահին։ Երկրորդ տարբերակ իշխանափոխության, այս իշխանություններից ձերբազատվելու, դա գլխավոր դատախազի կողմից քրեական գործի հարուցումը եւ Նիկոլի կալանավորումն է, ինչի հավանականությունն է այսօրվա պայմաններում մոտավորապես կամ թե չէ գրեթե կամ հաստատ 0 է, այդպիսի բան տեղի չի ունենալու։ Երրորդ տարբերակը, որ իրենք ներկայացնում էին, դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր,
որը թեև ասենք նախկին տարբերակների նման 0 չի հավանականությունը, բայց դրա համար այն պահին, որ իսը նախադրյալներ չկան, եւ հավանականությունը շատ քիչ է, գուցե 2-3% կամ գուցե առավելագույնը 10% կարելի է դա հավանականություն մնալ։ Իսկ դրանից հետո որպես վերջին եւ 4-րդ, շեշտում եմ, վերջին իշխանապողության միջոց ներկայացնում էին իրենց, այսպես ասած, իբր նոր հայտնաբերած գործիքակազմ impeachment-ը, եւ դա ներկայացնում էին որպես գոյություն ունեցող եւ մնացած միակ լծակը, որ մեր ձեռքում կա իշխանապողության համար, impeachment-ը, եւ ասում էին հիմա եթե որից մեկ impeachment-ի դեմ է խոսում, impeachment-ին դեմ է գնում, ուրեմն տեսականորեն կողմը որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Իրականության մեջ էլ այդպես է լինում, եթե կա 4 տարբերակ, որով դու կարող ես Նիկոլին հեռացնել, 3-ը գործնական չեն, հնարավոր չի մեկն է մնում, այդ մեկից պիտի օգտվես, եթե դրանից չես օգտվում, արդեն կարելի է այլ եզրակացություն անել։ Ամբողջ 2 ամիս այս թեզն էին զարգացնում եւ այդ թեմայի մասն են խոսում Էդգար Ղազարյանը, որ 4 տարբերակ կա մեթոդ կա իշխանապողության համար։ Ես գուցե յազակիներից եմ եղել, որ խոսել եմ հենց այս թեմայի մասին եւ ասել եմ ժողովուրդ ջան, ձեզ ստում են 4-րդից բացի մի 5-րդ տարբերակ էլ կա ընտրություններ, որ այս մարդիկ դրա մասին չէին խոսում։ Վստահ եմ, որ լսել են իմ լայվերը, բայց այլ իրենցն էին շարունակում մինչև 3, երբ Էդգար Ղազարյանը կրկին լայվ մտավ եւ ի զարմանս ինձ եւ հավանաբար նաեւ ձեզ միանգամից հիշեց, որ իշխանապողության ոչ թե 4, այլ 5 տարբերակ կա։ Բացեք իր լայվերը, խնդրում եմ լսեք, մի վստահեք, միայն իմ ասածներին գնացեք, իրենց վերջին շամիսների հարցազրույցների լայվերը բացեք անցած փետրվարի վերջերից մարտի սկզբից, սկսած մոտավորապես մինչև նախանցած օրը, իրենց հարցազրույցների լայվերը, որ ունեցել են Էդգար Ղազարյանը, քանի տարբերակ նշել իշխանապողության համար, եւ երեկվա լայվը, որ միանգամից փոխվեց եւ դարձավ 5 իշխանապողության 5-րդ տարբերակ էլ ավելացավ։ Ես ուզում եմ ուրախություն հայտնել, շնորհակալություն հայտնել Էդգար Ղազարյանին, որ ապացուցեց, որ ինքը երկու տարբերակից կարող է այդտեղ նկատի առնել։ Կամ իսկապես գիտությունը պակասում է Իրանը, չգիտեր ընտրությունների տարբերակի մասին, իմ լայվերը նստել է մի քանի անգամ լսել է, այսպես սերտել է, հասկացել է ինձանից սովորել է, որ այո մի 5-րդ տարբերակ էլ կա ընտրություններ եւ հիմա սրանից հետո ոչ թե 4, այլ 5 տարբերակի մասին է խոսում։ Ես կարծում եմ դրա համար նախ պետք է ինձ շնորհակալություն հայտնել, որ իր գիտելիքները ավելացել եմ ու նաեւ ձեզանից ծերի ժողովուրդ ներողություն խնդրի, որ խոսել եմ մեկ թեմայի մասին, որին ինքը լրիվորեն չի տիրապետում, շարունակաբար ներկայացել է իշխանապողության 4 մեթոդ, մինչդեռ ինքն էլ եղել է 5-րդ տարբերակ, որից ինքը տեղյակ չի եղել եւ ձեզանից ներողություն խնդրի։ Կամ էլ տեղյակ է եղել ամեն ինչի մասին, նոր չի հայտնաբերել 5-րդ տարբերակը, իմացել է այդ 5-րդ տարբերակի մասին, բայց շարունակաբար դրել այդպես գրպանը, ձեր մասեր դրա մասին ձեզ չի խոսել սիրելի ժողովուրդ, եւ կենտրոնացել է 4 տարբերակի մասին, հենց այն պատճառով, որ քիչ առաջ ասեցի, եթե կա 4 տարբերակ, 3-ը գործնական չեն, մեկն է միայն քիչ տոկոսով գործնական, եթե չես դրա հետևից գնում, նշանակում է դու դառնում ես Նիկոլի պահապան։ Բայց հիմա պարզվում է, որ ոչ թե մեկ տարբերակ ամնում տակում, այլ 2 տարբերակ ամնում տակում, ընտրություններ եւ impeachment։ Այս դեպքում այլևս որից մեկը չի կարող հիմա մեզ մեղադրել, որ եթե դու impeachment-ի դեմ ես գնում, ուրեմն փորձում ես Նիկոլին պահել, որովհետեւ կա impeachment-ից բացի նաեւ այլ տարբերակ, որի մասին կարելի է խոսել։ Գուցե վտանգավոր է, գուցե լավը չի, բայց երկուսի դեպքում էլ դու գործ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես հիմա դրա այդպես ասած բովանդակային քննարկման մեջ չեմ ուզում մտնել ընտրություններն ա լավ, impeachment-ն ա լավ թե չէ։ Միայն երևույթն եմ ուզում ձեզ համար արձանագրեմ, որ մինչև մեկ շաբաթ առաջ կար իշխանապողության 4 մեթոդ էս մարդկանց համար, հիմա միանգամից 5-րդ մեթոդն էլ բացահայտվեց։ Ես հակված եմ դրան, երկրորդին դժվար եմ տեսնում, որ Էդգար Ղազարյանն ու Արեգ Մանյանը այս տարբերակի մասին չգիտեին, հաստատ գիտեին։ Հիմա ձեզ պարտականությունն է ժողովուրդ ջան, իրենց հարց տալ ամեն տեղ, փողոցում, որ տեսակ, լայվ կոմենտներում որ գրում եք իրենց համար կամ պատգամներով իրեն հարց տալ։ Ինչու մինչև հիմա 5-րդ տարբերակը թաքցնում եք եւ դրա մասին չեք խոսում։ Դուք որ ազնիվ եք ժողովրդի հետ, դուք որ հավակնում եք անկեղծ եք ժողովրդի հետ, դուք որ հավակնում եք որևիցե հետին նպատակ չեք հետապնդում, ձեր նպատակը միայն Նիկոլին հեռացնելն է։ Ինչու եք ստում։ Ինչու եք միայն 4 տարբերակ ներկայացնում 5-րդի մասին լռում։ Ես միակ բացատրությունը, որ ունեմ, դա է, որպեսզի տակում մնար մեկ տարբերակ, ձեր տարբերակը, եւ դա կարողանայիք շանտաժի միջոցով գցեիք ուրիշների գրպան եւ ասեք ով էլ որ մեր տարբերակով չի համաձայնում, ուրեմն կողմա որ Նիկոլը մնա իշխանության։
Ուրեմն սա առաջին կարծում եմ հետաքրքիր նահանջն է, որ իրեն կատարեցին, հետքայլն էր, որ կատարեցին, կարծում եմ հաղթանակ էր նաև մեր կողմից իմպիչմենտին դիմախոսների, որոնք կարողացան այս մարդկանց վերջապես հասկացնել, որ իրենց տարբերակը միակ իշխանափոխության տարբերակը չի եւ կա ընտրությունների տարբերակ։ Իդեպ մի հետաքրքիր փաստ էլ ասեմ, որ այս մարդիկ միտումնավոր են ընտրությունները կեղծել, չեն խոսել դրա մասին։ Եթե տոկոսային առումով նայենք, այս մարդիկ խոսել են տարբերակների մասին, 3 տարբերակի մասին, որոնց հնարավորությունը կամ իրենց ձեռքում չի եղել կամ 0 է եղել, ասենք Նիկոլի մահը, կալանավորումը կամ հրաժարականը։ Այդ տարբերակները, որ շատ քիչ հավանականություն են ունեցել, նույնիսկ 0 է եղել, դրանք որպես մեթոդ հիշել են, բայց ընտրությունները, որ վատը լինելով հանդերձ, գուցե վտանգավոր լինելով հանդերձ, սպառնալի լինելով հանդերձ, էլի գոնե 50-60% շանս կա այդպիսով մի բան փոխելու, ես հետո Արիտ եղավ լայվի ընթացքում խոսեմ, այդ տարբերակը միտումնավոր կերպով մինչև այսօր անտեսել են ու չեն խոսում դրա մասին։ Հիմա հույսով եմ սրանից հետո ավելի շատ այդ տարբերակի մասին կխոսեն այս մարդիկ։ Երկրորդ ուրեմն անկեղծություն թեման, որ ապացուցում է մարդիկ անկեղծ չեն, ձեզ ժողովրդյան եւ սուտ են ասում եւ սխալ են փոխանցում ձեզ եւ դժբախտաբար այդ ամբողջ լրատվամիջոցներով, որ իրենց ծառայում են այս պահին, կարողանում են միտք ձևավորել, մթնոլորտ ձևավորել, ժողովրդին նպես ասած ապակողմնորոշում են, հետևյալ թեման է։ Սա Նարեկ Մալյան ասեց մի 2 թե 3 օր առաջ իր լայվերից մեկի ժամանակ։ Ես նույն օր ուզում եմ արձագանքել, ժամանակ չեղավ, բայց հիմա կարծում եմ հարմար է դրան արձագանքել։ Ուղիղ լայվի սկզբում էլ ասում, եթե նայեք մի գուցե 2-3 լայվ ավելի առաջ գնաք, այնտեղ տեսնեք իր լայվերի մեջ, հենց սկզբում ասում է, որ ես մինչև այսօր բովանդակային որևէ քննարկում չեմ տեսել, պատգամավորները ուրեմն գերադասում են գնալ միայն, այսինքն Հայաստան Դաշնքի պատգամավորներ իրենց հետ փոխկապակցված կայքեջերին կամ լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ եւ չեն թողնում, որ թեման քննարկվի, վախենում են, քննարկման չեն մտնում։ Գնացեք ուղղակի իր հայտարարությունն է, հիմա բառերով նույնը չէ, բայց միտք բանին այսօր որ ձեզ ներկայացնեցի, մեղադրում է, որ իբր թե պատգամավորները փախնում են, խուսափում են բաց քննարկումներից, իբր իրենք այնքան ուժեղ փաստարկներ ունեն այս թեմայի մասին, որ եթե դու իրենց հետ արճակատվես, պարտվելու ես, հետաբար իրենք պարտվելու են, հետաբար չեն մտնում քննարկման մեջ։ Կրկին ձեզ խափում են ժողովուրդ ջան։ Ասեմ, ինչպես է գործում, որևիցե մեկը այդպես չի հարցազրույց տալը, որ դու գնում ես, կանգնում ես մեկ լրատվամիջոցի դրանը, թղթ խփում ես դրանը, խմբագիրը դուրս է գալի, ասում համեցեք, ասպես եկել եմ այսօր այստեղ հարցազրույց տամ, ասում են դե լավ ինչ թեմայով ես ուզում հարցազրույց տաս, ասում են դե ուզում եմ իմպիչմենտի մասին խոսեմ, ասում են դե արի գնային տաղավարում նստի հարցազրույց տուր։ Այսպես չի գործում ժողովուրդ ջան։ Հրավերը պետք է լինի լրատվամիջոցի կողմից։ Հրավեր ուղղվում է պատգամավորին, հրավեր ուղղվում է ուրեմն այն ընդդիմախոսներին, մարդկանց հետ ովքեր ուզում են զրուցեն, եւ մարդկանց կանչում են եկեք մեր եթեր, այս թեման քննարկեք։ Թող Նարեկ Մալյանը, եթե իսկապես անկեղծ է, ասի, որ լրատվամիջոցը հարց է ուղղել կամ հարցազրույցի առաջարկ է տվել, ասենք պատգամավորներին Հայաստան Դաշնքի կամ պատիվ ունեմ Դաշնքի, որ այդ մարդիկ մերժել են, ասել են, չէ, մենք իմպիչմենտի թեման չեն գալիս ձեր եթերում քննարկենք։ Թողեք ասեն, գոնե մեկ լրատվամիջոցի անուն տան, որ այսինչ լրատվամիջոցը կապվել այսինչ անձի հետ, ասել է եկ հարցազրույց տուր այս թեմայով, հիշյալ անձը հրաժարվել, ասել է ես այդ թեման չեմ քննարկում, չեմ գալիս։ Խնդիրը հենց ուղղակի իրենց լրատվամիջոցների մեջ է։ Նարեկ Մալյանին խորհուրդ կտամ գնա հարցնի այն լրատվամիջոցներին, որոնք առավոտից գիշեր Էդգար Ղազարյանի վզից բռնած քաշ են տալիս այստեղ հարցազրույցի այս տաղավարից են տաղավար, ինչու, այսինքն նույն թեմայով բանավեճեր չեն կազմակերպում, քննարկումներ չեն կազմակերպում։ Օրինակ ես բավական խոսել եմ լայվերի մասին, չէ, այս թեմայի մասին։ Տիրապետում եմ գոնե իրավական առումով։ Իմ հասցեներ գիտեն, հեռախոսի կապելու միջոցներ գիտեն, նույն այդ կայքեջերին ես մինչև հիմա տասնյակ հարցազրույցներ եմ տվել, թե այն ժամանակ որ Երևանում եմ եղել իրենց տաղավարներում եմ եղել, թե իմ հետ կապելու մեթոդներ գիտեն։ Որից հետպես հրավեր կամ առաջարկ չի եղել, եկեք քննարկեք, բանավիճեք կամ թեմային ձեր դիտանկյունից մեկ այլ դիտանկյունից նայեք այս իմպիչմենտի թեմային։ Բացարձակապես նման հրավեր չի եղել եւ չի եղել։ Եվ ստախոսություն այստեղ իրականության մեջ տեղի ունենում։ Շեշտում եմ, եթե կա որից լրատվամիջոց, որ դիմել է եւ մերժվել է, խնդրում եմ դրա անունը նշեք։
Բայց տեղի ինչ է տեղի ունեցել այդ արկիր բան, երբ ես այդ լրատվամիջոցներից մեկի եթերը լսելուց հետո արձագանքել եմ այդ եթերին, գրառում եմ արել, այդ լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը եկել է իմ գրառման տակ կոմենտ է թողել, որ եթե մենք ցանկանայինք ձեզ հարց տայինք, գայինք ձեզ հարց կտայինք։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ չեն ցանկանում ուրիշ ձայն քննարկվի, չեն ցանկանում, որ առողջ քննարկում լինի, չեն ցանկանում, որ թեման բացվի։ Հետաբար խնդիրը իրենց մոտ է, խնդիրը այս մեկողում չի, շեշտում եմ, վստահեցնում եմ ձեզ, եթե լինի որից հրավեր, բոլորը ես եւ կարծում եմ բոլոր նրանք, ովքեր դեմ են իմպիչմենտին եւ ունեն հակափաստարկներ այս կապակցությամբ, պատրաստ են եղել եւ պատրաստ ենք գնալ այդ եթերների ընթացքում խոսել։ Հիմա այսօր մի հետաքրքիր գաղտնիք բացեմ ժողովուրդ ջան ձեզ համար, որպեսզի հասկանաք այս մարդկանց այստեղ է հիմնական խնդիր, որ ուզում էի խոսել դրա մասին։ Եթե հիշեք, ես սրանից գուցե մի քանի շաբաթներ առաջ, գուցե մեկ ամիս առաջ հիմա չեմ հիշում, բանավեճի առաջարկ տվեցի Էդգար Ղազարյանին, ասեցի եկեք հարգելի Էդգար Ղազարյան, իրավական թեմաները մի մասին։ Բովա հիմա իրավական առումով դուք որոշ պատճառներ եք բերում, որ այս իմպիչմենտը 100%-ով կհաջողի։ Ես ասում եմ չի հաջողի 100%-ով եւ 0 է հավանականությունը։ Եկեք միասին քննարկենք միտեղ մի հատ եթեր, որտեղ որ դուք եք ցանկանում, որ ժամի որ դուք եք ցանկանում, եկեք եթեր միասին քննարկենք։ Գնացեք իմ գրառումների տակ կարդացեք, պատասխանը եղավ այն, որ դու ով ես, ինչ ես, ու ինչ ես ներկայացնում, ինձանից կենսագրություն պահանջեց։ Ես կենսագրությունս գրեցի, ասեցի այն լրատվամիջոցներին եմ հարցազրույց տվել, որ դուք եք հարցազրույց տվել։ Գնացեք նայեք իմ անցյալը ով եմ եւ կգտնեք, բայց ինչ կարեւոր է թե ես ով եմ։ Միթե իմ խոսքի ուժը կամ փաստարկները իմ ով լինելով է պայմանավորված։ Եթե ես մի բան ասում եմ եւ ճիշտ է, հիմա ինչ կարեւոր է թե ես ով եմ, որտեղից եմ։ Իդեպ ես էլ նման իրավաբանության կրթություն ունեմ, կրթությամբ էլ մոտավորապես նույնն ենք լինում։ Հետո ասեցի պարզ քաղաքացի եմ, իրեն գրեցի տակ, պարզ ենթացում եմ, ասեցի ենթադրեք մի հատ պարզ քաղաքացի ձեզի հարց ա տվել։ Հետո եկավ ինձ գրեց տակը Էդգար Ղազարյան, որ ես ինչ գործ ունեմ, միթե ես կարող եմ գնալ այսպեսի մոտավորապես մի բան 1 միլիոն քաղաքացիների հետ հատ առ հատ քննարկման մեջ մտնել թեման քննարկել։ Հիմա հարց տամ իրենց, երի Էդգար Ղազարյան կամ Նարեկ Մանյան, դուք ձեզ դնում եք այդ ամբողջ ժողովրդի տեղ, ամբողջ ժողովրդի փոխարեն խոսում եք, ասում եք այդ ամբողջ ժողովուրդը իմպիչմենտի կողմնակից է, բայց նրանցից մեկի հետ քննարկման մեջ չեք ուզում մտնեք։ Հանրային քննարկման մեջ չեք ուզում մտնեք։ Ու հիմա ավելի հետաքրքիր որն է ժողովուրդ ջան։ Այս մարդիկ հանրային քննարկման մեջ չեն մտնում, չեն համարձակվում դուրս գալ հանրային քննարկման քեզ այդ թեման, այսպես ասած, բաց քննարկել, բայց փորձում են հետո հեռախոսազանգերով քեզ այդ շփման մեջ մտնել, քո տեսակետը հարցնել։ Ուղղակի հենց իմ դեպքում դες աղելի է, չէ։ Ես իրենց ասել եմ եկեք թեման բաց քննարկենք, այնքան քաջություն ունեցել եմ, որ ասեմ ես կարծում եմ տիրապետում եմ թեմային։ Գնանք եթերում խոսենք։ Եթե ես թույլ լինեմ, ավելի լավ ձեզ համար։ Ինձ գջախջախեք, բուլդոզերով իմ վրայից կանցնեք, ձեր ընդդիմախոսներից մեկն էլ սրանից հետո կլռի, մեկը կպակսի, դուք էլ ավելի հանգիստ կաշխատեք։ Ես էլ չեմ խոսի։ Բայց հրաժարվել են հանրային քննարկումից, փոխարենը երկու անգամ ինձ հեռախոսազանգել են երկուսն էլ։ Մեկը կապել է մոտավորապես սրանից 1.5 ամիս առաջ, երբ նոր էր այս թեման սկսել քննարկվել, իր ցանկությամբ է եղել, որ ուզում եմ ձեզ այդ հեռախոսով խոսեմ, ասեցի խնդրեմ, զանգեցին մոտավորապես 1.5 ժամ խոսեցինք, իհարկե 1.5 ժամվա մոտավորապես 1 ժամ ինքը խոսեց, ավելի շատներ, մի կես ժամն եմ ես խոսել, փորձեցին բացատրել, որ իրենք որից է տեղից կախվածություն չունեն, ինչ են ուզում անել։ Ես նույն իմ պատճառները, որ եթերներում ասել եմ, այնտեղ էլ իրենց ներկայացրել եմ, որ իմ կարծիքով դա իրականություն չի դառնա։ Վերջում էլ սիրով բաժանվել ենք, ամեն մարդ մնացել է իր տեսակետին, եւ այդ առաջին հեռախոսազրույցի ժամանակ ինձ հստակորեն խնդրել են, որ հանկարծ չլինի չխոսես, խոսի, շարունակի, լավ է որ այս թեման քննարկվում է, բնականաբար ես էլ շարունակել եմ թեման քննարկվել։ Հաջորդ հեռախոսազանգ եղել է սրանից շուտ 2-3 օր առաջ, 3-4 օր առաջ ավելի շուտ, անցած շաբաթավերջին։ Եվ հենց նրանք, որոնց ես կոչ էի արել եկեք միասին բանավիճենք, զանգել են եւ մասնավոր զրույցի ընթացքում են փորձում ինձ համոզել, որ ես սխալվում եմ, իրենք ճիշտ են։ Բնականաբար ես չեմ համոզվելու եւ վերջում էլ
էլի կրկին շուրջ 1 ժամանոց զրույց է տեղի ունեցել հեռախոսի միջոցով, հեռախոսային կապի միջոցով, փորձել են ինձ համոզել, որ ես սխալ եմ, իրենք ճիշտ են, որ բնականաբար չեն հաջողել, վերջում ես իրենց փաստարկներով ասել եմ, որ այս կետերում դուք սխալվում եք, շուտ եք ասում, ժողովրդին խաբում եք, եւ մեր հեռախոսազրույցը անջատվել է։ Իհարկե, երկրորդ մի քիչ ավելի կոշտ է ավարտվել, փորձել են այդպես ասել, որ եթե չհաջողես մեղավորը դուք եք, ասեցի շատ ավելի համարձակություն ունեք, ասեք մեղավորը ես եմ ձեր ծրագրի չհաջողելունի եւ այդպեսով ավարտվել է։ Ասածս ո՞րն է ժողովուրդյան, որ այս մարդիկ, որ մեզ մեղադրում են հանրային քննարկումից խուսափելու համար, իրենք են հանրային քննարկումից եւ բովանդակային քննարկումից խուսափում, որովհետեւ իրենց փաստարկները այնքան թույլ է եւ շայշտությամբ կարելի է այդպես ասած հանրային այդպես քննարկման ժամանակ իրեն ջախջախել, որ փորձում են այդպես հեռախոսազանգերով կապի մեջ մտնելով քեզ հետ քեզ լրացնել։ Հավանաբար ուրիշների հետ են կապել, բայց չեմ այդքան մեծամիտ չեմ ասեմ, միայն ինձ հետ են խոսացել, ես այն ձայներից մեկն եմ, որ այսքան ժամանակ խոսել եմ այս թեմայի մասին, ավելի ակտիվ եմ եղել, հաստատ ուրիշների հետ են կապվել են, փորձել են հատատ այսպես ասած մեկիկ ոչ թե հանրության ներկայությամբ, այլ այդպես առանձնակի զրույցներ ունենալով նրանց լրացնել եւ ասել, որ դուք մի խոսեք, թեմային մի անդրադարձեք։ Ուրեմն սա էր երկրորդ թեման էր, որի մասին ուզում էի կարևոր է որ դուք իմանայիք այս մարդկանց ուրեմն ստախոսությունը, որ ուրեմն կատարում են։ Մի երրորդ թեմա, որ այսօր երեկվանից է սկսել մոտավորապես, այսինքն ձեր ժամանակով այսօր առավոտվանից ավելի շուտ, ուրեմն եթե մտնեք Նարեկ Մարյանի կայքի Facebook-յան էջի մեջ, իբր թե այդպես միջազգային մամուլը սկսել է հետաքրքրվել impeachment-ի գործընթացով, Associated Press, գազետա, իշարք այդպես լրատվամիջոցներ, տարբեր ռուսական, եվրոպական, բան, այդպես, որ իբր տեսեք մենք ինչքան կարևոր գործողություն ենք սկսել, որ ամբողջ միջազգային հանրությունը սկսել է մեզանով հետաքրքրվել։ Ես խորհուրդ կտամ այդ ճանապարհով չգնան, գիտեք ժողովուրդ։ Մեր հանրության, մեր հայկական, այսպես ասած, քաղաքական դաշտում կամ քարոզչական դաշտում երկու կենտրոններ կան կամ երկու սուբյեկտներ կան, որոնք ունեն նման արշավ կամ քարոզարշավ մամուլով կամ միջազգային մասշտաբով ձևակերպելու հնարավորություն, ֆինանսներ եւ աշխատանք տանելու հնարավորություն։ Այդ մամուլը այդպես չի, որ պատահաբար պրպտում է միանգամից հանդիպում է Նարեկ Մալյանի համեն, տեսնում Նարեկ Մալյանը ինչ անում գտնեմ, տեսնում Էդգար Ղազարյանը ինչ անում գտնեմ, հետո հասնում են impeachment-ի, հետո ասում ինչ լավ բան էր, սկսեն դրա մասին խոսել։ Ոչ։ Այդ ամեն ինչը դերսից իրենց մատակարարվում է, հավանաբար լրագրողներ կան, վարձատրվում են այդ թեման զարգացնելու համար։ Ասում եմ, երկու կենտրոններ կան, որ նման մասշտաբով քարոզարշավ կարող են ծավալել ինչ-որ թեմայի մասին եւ տարածել։ Մեկ իշխանություններն են, ուղղակի Նիկոլն է, որ կարող է նման թեմա զարգացնել, քանի որ ունի հնարավորություն, ունի փող, ունի միջազգային կապեր, ունեն լրատվական հսկա ցանցեր, որ կարող են այդ աշխատանքը իրականացնել։ Երկրորդ բոլորիս հայտնի մի անձնավորություն, հայտնի մեր Փեսան, Գորշ կարդինալը, Բորշեփով, ինչ կուզեք անունը դրեք, Միշիկը, Միքայել Մինասյանը։ Միայն նա է, որ նման ռեսուրսների տիրապետում արտասահմանում կարողանա ինչ-որ թեմայի մասին նման մասշտաբով միանգամից ձայնծուն բարձրացնել։ Դե հիմա կարծում եմ ականջները շատ այդպես ավելի բացահայտ է երևում այս երևույթի հետևից, կամ ինչպես ասում եք ուխտի սապատ այսպես միանգամից դուրս է ցցվել, բացահայտ կերպով արդեն կարելի է տեսնել այս ամեն ինչի հետևում ով է կանգնած, որտեղից է ղեկավարվում, ով է ասում ինչև այսօր 4 հատ թեմայի մասին խոսեք իշխանափոխության, հետո միանգամից տակ զանգ աղբում Էդգար Վաղվանից 5-րդի մասն էլ կսկսեց, 5-րդի մասն էլ սկսում հիմա խոսել իշխանափոխության, որտեղից է կառավարվում այս բաները, կարծում եմ արդեն կարելի է հասկանալ։ Բայց ես հիմա մեկ հարց ունեմ, սերի Նարեկին կամ մյուսներին, որ այդպես ոգևորվում են այդ միջազգային հանրության ուշադրության, որ կենտրոնացել է իրենց վրա իբր թե այսպես կոչված impeachment-ի թեմայով։ Այդ միջազգային մամուլը որտեղ էր, ասենք երբ 2023 թվականի սեպտեմբերին մի 120,000 արցախահայեր բռնագաղթի են ենթարկվում Արցախից։ Արցախում նորորյա մասշտաբներով ցեղասպանություն էր իրականացվում մի ամբողջ ժողովրդի կապակցությամբ։ Արցախը օկուպացվում էր Ադրբեջանի կողմից։ Որտեղ էր այդ միջազգային հանրությունը։ Ինչու այն ժամանակ նման արշավ չէր կազմակերպում։ Կամ այդ թիկունքում կանգնած այդ անձնավորությունը չէր անում այնպես, որ արշավ կազմակերպվի, որպեսզի միջազգային հանրությունը արթնանա, թույլ չտա բռնագաղթ արցախահայության։ Կամ այս ամբողջ ընթացքում, որ Ադրբեջանի միջոցով
Արցախի օկուպացված տարածքում մեր պատմամշակութային կոթողները ոչնչացվում են, ինչու այսքան ժամանակ դրանց ուշադրության կենտրոնում չի հայտնվել։ Ու հիմա միանգամից այդ ամեն թեմաները թողած իմպիչմենտն է միայն այդ մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվում, հա։ Մենք էլ այսպես վերակաժները բան այդպես հավատում ենք այս ամեն ինչին, որ պատահաբար է ստացվում այս ամեն ինչը։ Կամ ինչու այդ նույն միջազգային հանրությունը չի հետաքրքրվում, ասենք, Ադրբեջանում այդ բեմադրության, որ մեր Արցախի ղեկավարության կապակցությամբ է իրականացվում դատավարությունների բեմադրության կապակցությամբ։ Դե այդ կենտրոնում էլ մի հատ Ռուբեն Վարդանյան կա, որ ինչպես էլ որ նստենք գցենք բռնենք, Էդգար Ղազարյանից ու Նարեկ Մանյանից ավելի միջազգային ճանաչված դեմ կա, չէ՞։ Ինչու այդ ամբողջ մամուլը այդ դատավարությանը չի անդրադառնում, Ռուբեն Վարդանյանի մեր մյուս ռազմագերիներին չի անդրադառնում։ Այդ ամեն ինչը բաց թողած գնում, գալի վերջում գնում է իմպիչմենտն աճարում ու սկսում է իմպիչմենտի թեմայի մասին հանկարծ բարձրաձայնել։ Էդ է կարևոր իրենց համար էս ամբողջ մեր հայկական իրականության մեջ։ Լավ, մեզ ինչի տեղ եք դրել, ժողովուրդ ջան։ Կամ մեր ժողովրդին ինչի տեղ եք դրել։ Ժողովուրդ ջան, մի քիչ լուրջ մտածեք, գիտեք, դուք ուղեղ ունեք, ուղեղով մտածեք, հասկացեք ինչ է կատարվում, ովքեր են կանգնած այս ամբողջ պլանի հետևից, ով է կառավարում, որտեղից այս ամբողջ քարոզչա մեքենան աշխատում, ինչպես է աշխատում, սրանք դժվար չի հասկանալ։ Գիտեք, այդ որ ես եմ հասկանում, դուք էլ կարող եք հասկանալ։ Մենակ իմ պարտականությունն եմ վերցնել իմ վրա, այն բանը, որ ես հասկանում եմ, մի քիչ ավելի պարզ լեզվով ձեզ համար բացատրեմ, որպեսզի դուք հասկանաք ինչ է կատարվում։ Իսկ հիմա ես իմ եզրակացությունը անեմ ու այդտանով այսօրվա իմ լայվը ավարտեմ։ Իհարկե ուրիշ թեմա էլ ունեի խոսալու, երեք հիմա ասեմ դրա մասին ես կանդրադառնամ Էդվարդ Շարմազանովը, մի շատ հետաքրքիր հարցազրույց ա ունեցել 168.am-ի հետ։ Այդտեղ շատ հետաքրքիր թեմաներ կան։ Գիտեք, ես դրա մասին ուզում եմ խոսամ, հիմա մոտավորապես 1 ժամ կարող եմ այդ հարցազրույցը հենց նույն ձևաչափով, որ Էդգարը եւ Նարեկն են վերջերսանում հատված միացնում են եւ մեկնաբանում են, այդպիսով անեն եւ հաստատ կանեմ, խոսք եմ տալիս ես կանեմ, որպեսզի բացահայտ դառնա թե որտեղ է ինչ է տեղի ունենում այդ։ Հիմա այսօր չի երկարացնեմ, քանի որ ասում եմ մոտավորապես գուցե 1 ժամ խլի, բայց իմ եզրակացություն ասեմ այս ամեն ինչի մասին եւ դրանով այսօրվա լայվը փակեմ, որպեսզի շատ էլ չի երկարի։ Իմ եզրակացությունը ինչ է այս իմպիչմենտի գործընթացից։ Այս իմպիչմենտի գործընթացը գլուխ չի գալու, ժողովուրդ ջան։ Զերո հավանականություն կա, որ իմպիչմենտով դուք կարող եք Նիկոլին հեռացնել, անհնարին է հեռացնելը։ Ինձանից եւ ձեզանից ավելի լավ դա գիտեն Նարեկ Մանյանը եւ Էդգար Ղազարյանը։ Ամենից լավ իրենք գիտեն այդ ամեն ինչի մասին։ Բայց ինչու են այսպես ջանասիրաբար ոգևորությամբ այս ամեն ինչը առաջ տանում, այդտեղ շատ հստակ նպատակ կա։ Իդեպ պատիվ ունեմ մի հայտարարություններ կար եւ ուզում եի դրանք էլ Հայաստան դաշինքի հայտարարության հետ համեմատել, բայց թողեք էտել մնա, հետո կխոսենք դրա մասին, կարծում եմ դրա մասին առիթ կլինի։ Ես եզրակացությունս այս բանի մասին ասեմ նպատակի եւ դրանով ուրեմն ավարտեմ, շատ չի երկարացնեմ, որպեսզի երկար չլինի։ Գիտեք, բոլորս էլ գիտենք, որ Նիկոլը մեզ տանում է դեպի ընտրություններ։ Այդ մարդիկ էլ գիտեն, ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք։ Ընտրությունները անխուսափելի են եւ այնպես չի, որ հիմա խոսում են, ասում են, դե դա 1 տարի հետո է լինելու, 1 տարի մի քանի ամիս հետո է լինելու, հիմիկվանից չէ։ Խելացի մարդը որ մի քիչ քաղաքականությունից գլուխ է հանում, հասկանում է, որ ընտրությունների համար դուք 1 ամսվա ընթացքում չես կարող պատրաստվել։ Ընտրությունների համար դու հիմիկվանից պիտի պատրաստվես։ Ու այդ մարդիկ լրջորեն հիմիկվանից են պատրաստվում ընտրությունների համար։ Եվ այդ նախապատրաստական աշխատանքի մեկ մասը ընտրությունների համար հենց այս իմպիչմենտի կեղծ օրակարգն է, որի միջոցով պետք է թիրախավորեն Հայաստան դաշինքը, Ռոբերտ Քոչարյանին եւ փորձեն ամեն ինչ անել, որպեսզի նրանց վարկաբեկեն, դնել մի հատ այսպես նեղ կացության մեջ, որպեսզի դրա արդյունքում վարկաբեկվեն, նրանց դեմ լծակներ ունենան քարոզչության, ինչպես տեսնում եք հիմա են անում, որպեսզի հետագային կարողանան դրանից օգտվել։ Հիմա ինչ է տեղի ունեցել։ Սա իմ անձնական վերլուծությունն է, ես փորձում եմ, այսպես ասած, այս ամեն ինչը դնել իր կողք, փորձեմ ամեն ինչը տեղավորել մեկ փաթեթի մեջ, մի այսպես ասած եզրակացություն ներկայացնել։ Նկատած կլինեք, Նիկոլ հիմա փակուղային վիճակի մեջ է գտնվում, չի կարողանում այդ խաղաղության համաձայնագրին հասնել ստորագրել։ Միջազգային հանրության կողմից եւ Ադրբեջանի կողմից եւ Էրդողանի կողմից, բոլորի կողմից Նիկոլի դիմաց ժողովրդից կրկին վստահություն ստանալու հարց է դրված։ Նրանք չեն համարձակվում Նիկոլի հետ թուղթ ստորագրել, քանի որ գիտեն ներքին ցասում է դրան հաջորդելու, ներքին ընդվզում է դրան հաջորդելու։ Այն պահին, որ Նիկոլը երկրորդ կապիտուլացիան սկսեց, դա տրիգեր է լինելու հաջորդ զանգվածային ըմբոստության համար, որի դեմը չեն կարող որից է մեկն առնի։ Եվ տապալելու է Նիկոլին տանելու է։
Եվ հաստատ այդ մարդիկ չեն գնալու Նիկոլի հետ ստորագրեն մեկ թուղթ, որ վաղը Նիկոլը չլինի, այդ թուղթն էլ բոլորովին առ ոչինչ դառնա։ Նիկոլի դիմաց դրել են խնդիր, որ դու գնա ընտրությունների միջոցով, մեկ անգամ եւս վստահություն ձեռք բեր, մեկ անգամ եւս լեգիտիմություն ձեռք բեր, հետո արի մենք նստենք քննարկենք այդ թղթի ստորագրումը, որպեսզի կարողանանք ինչ-որ պես երաշխիքներ ունենանք։ Ժողովուրդը իմանա նախապես, որ դու թուղթ ես ուզում ստորագրես, ինչ թուղթ ես ուզում ստորագրես, քեզից ձայն տա, հետո մենք դրա հիման վրա կգանք քեզ հետ կստորագրենք։ Նիկոլը պատրաստվում է ընտրությունների համար։ Այդ Աննա, Նիկոլ, այդ կրթվելը նորաձև է այդ ամբողջ շոուն, որ կազմակերպել են, դա քարոզարշավ է։ Բոլորս էլ գիտեն քարոզարշավը։ Եթե ոչ Նիկոլն ու Աննան ու կրթությունն ուր, ժողովրդի անկիրթ մնալը, առանց ուղեղություն մնալը, ուղեղով չմտածելը առաջին հերթին հենց Նիկոլին ու Աննային են պետք։ Քանի որ նման պայմաններում որ նրանք կարող են հեշտությամբ վերարտադրվել։ Եթե ժողովուրդը սկսի ուղեղով մտածել, կրթվի, հաստատ իրենց չի ընտրելու։ Հետաբար այդ մարդիկ ինչու պիտի կրթվելը նորաձև շարժում ձևավորեն։ Տրամաբանորեն այս երկուսի արել չի կարդում։ Նիկոլը Աննան այդ ամբողջ քարոզարշավը սկսել են, ծրագիրը սկսել են քարոզարշավի նպատակով։ Իրենց նախընտրական քարոզարշավն է, այն պահին երբ հասկանան պահը հասունացել է, նույնիսկ կգնան արտահերթ ընտրությունների։ Եվ սա պարզ է։ Իսկ դա մղձավանջ է ընդդիմության մեկ հատվածի համար, որը գիտի ընտրություններով ոչինչ չի կարողանալու անել։ Վարկանիշ չունի, ռեսուրս չունի, նախկին ընտրություններում իր դեմքով չի կարողացել ներկայանալ, ուրիշի դեմքով էլ ներկայացվել է, այնքան ականջները դուրս ցցված եղել, որ ժողովուրդը հասկացել է, ձայն չի տվել, եթե ազգային ժողովը կարողացել մտնել այդ օրենքի ուժով մտնել, ոչ թե ժողովրդի ձայնով մտնել։ Գիտեք, այս ամեն այդ մարդիկ տեսնում են։ Վերջի մի քանի ընտրությունների փորձն էլ ավելի սոսկալի պատկերացույց տվել, հատկապես Գյումրու ընտրությունների փորձը։ Նկատելի է, չէ՞ որ այս ամեն ինչը միշտ այսպես թափը ստացավ Գյումրու ընտրություններից հետո մինչև այդքան էլ այս թեման չէր քննարկվում։ Գյումրու ընտրությունները մի շատ լավ բան ապացուցեց, որ կարելի է առանձին սահմանագծումներով գնալ ընտրությունների, վերջում միասին առանձին հաղթել, թեև Նիկոլը ձայն շատ է բերում, բայց դու եթե միանում ես, իրանից ավելի շատ ձայն ես բերում։ Այդ դեպքում այս մարդիկ կանգնելու են ծանր ընտրության դիմաց։ Կամ պիտի այդ դեպքում, իդեպ այսօր հրապարակված վարկանիշների, ցոցարչումների արդյունքների համաձայն Ռոբերտ Քոչարյանը երկրորդ տեղում է կանգնած։ Կայծակնային կերպով իր վարկանիշը աճում է։ Նիկոլին ընկնում է, միակ մեկինը որ աճում է Ռոբերտ Քոչարյանինն է։ Փաստն 3 էր հարցազրույցում։ Միայն վերջին մի հատ հարց ու պատասխանը, որ հայկական համալսարանի ուսանողների հետ ունեցել է, մեկ շաբաթվա, 2 շաբաթվա ընթացքում 2.6 միլիոն դիտում է ունեցել։ Սա խոսում է վտանգավոր մեկ երևույթի մասին, որ այս մարդիկ շուտով, եթե Նիկոլը գնա ընտրությունների, կանգնելու են դրա դիմաց։ Դա է լինելու արդյունքը։ Հետո իրենք ինչ պետք է անեն։ Գյումրում տեսակ ինչ եղան։ Ամեն ինչ կախված էր իրենց տված ձայնից։ Եթե ձայն չտային, նշանակում է ընտրում էին Սարիկ Մինասյանին եւ ՔՊ-ին։ Ձայն տալու դեպքում իրենց սկզբունքներն էին ոտնատակ տալու։ Պարտավորված ճարահատյալ ձայն տվեցին Վարդան Ղուկասյանին, իբր դեպս ձևանալով որ կանգնած են իր կողքին, հիմա երեկվանից տեսնում եք ինչա կատարվում արդեն։ Իբր թե իրենց падգավորներից մեկը անհասանելի է, չկա, չեն գտնում։ Ինչ է տեղի ունեցել իրականության մեջ, ձայն են տվել Վարդան Ղուկասյանին ընտրել են որպեսզի ժողովուրդը չասի, դուք Նիկոլին ընտրեցիք, խանգարեցիք ընդդիմության աշխատանքը, ընտրվելուց հետո ավագանու այնպես անանում, որ ավագանու հիմա ԿՊ-ն ավելի ձայն ունենա։ Հենց իրենց մեկ падգավորին կամաց ուղարկելով մյուս կողմում այնպես ձևանելով դեռ մեծ կապ չունի, մենք կապի մեջ չենք, չգիտենք այս ամբողջ կապի տեխնոլոգիայի աշխարհում, այդ մի փոփոխուր Հայաստանում, որ բոլոր մեկի հետ խնամի բարեկամ մեկի օրքուրի տղեն ամ օրքուրի տղեն բաժնաղ են, ես ինչ գիտեմ, խավոր սանիկ են, չեն կարողանում այդ մեկին գտնել, հարցնեն դու ինչ ես անում, ուր ես։ Ամեն դեպքում չխորանամ այս թեմայի մասին։ Ընտրություն հաջորդ ընտրությունները լինելու է մոտավորապես նման։ Կարող է պատահի Նիկոլը կարողանա իր ձայն հավաքել օգտագործելով պետական ռեսուրս, բայց Ռոբերտ Քոչարյանը շատ ձայն է հավաքելու հայմատ նախորդ ընտրությունների։ Եվ ինչա լինելու, կողքից մի քանի ուժեր են մտնելու խորհրդարան, եւ բոլորը կամ պարտավորվելու են Նիկոլին հեռացնելու համար համախմբվել Ռոբերտ Քոչարյանի դրոշի տակ, ինչի դեմ իրենք 18 տարի ակռիվ են տալիս, որ այդպիսի բան տեղի չունենա, հիմա պարտավոր են դա անել, կամ էլ թե չէ այն պահին պիտի ասեն չէ, մենք չենք համախմբվում, թողնեն որ Նիկոլը կրկին մնա իշխանության, իրենց իրական դեմքը կբացահայտվի։ Այդ ծանր ընդրության դիմաց չկանգնելու համար հիմիկվանից աշխատանքի են անցել այս մարդիկ։ Ինչ են անում, իրենց համար գերադասելի է, որ հիմա ընտրություններ տեղի չունենա։ Եվ
հավանաբար Նիկոլին հետ այդպես է պայմանավորվում, Նիկոլ ջան, դու մի գնա ընտրությունների առայժմ, խամփերի մի քիչ, մենք էսա մի հատ իմպիչմենտի գործընթաց կծրագրենք, Հայաստան դաշինքին էլ կներքաշենք դրա մեջ, կերտանք ազգային ժողով, քո պատգամավորները մեկա ձայն չեն տալու, այդ իմպիչմենտը ձախողելու է, իմպիչմենտը որ ձախողի, քեզ անվստահությունը որ ձախողի, նշանակում է ազգային ժողովը քեզի վստահություն հայտնել։ Այդ վստահությունը վերցրու գնա Ադրբեջան, գնա Թուրքիա, գնա այսինքն միջազգային հանրության մոտ, ցույց տուր, ասա, ահա տեսեք, ազգային ժողովը ինձ անվստահություն էր ուզում հայտնել, չկարողացավ։ Հայաստան դաշինքը ստորագրել էր ամենաուժեղ ընդդիմությունը, չկարողացավ ինձ անվստահություն հայտնի։ Ես ունեմ ազգային ժողովի վստահությունը։ Ազգային ժողովը թուրքներն ներկայացնում են ժողովրդին։ Դե եկեք թող ստորագրենք, եթե վստահություն եք ուզում։ Ամբողջ պլանը էս կա, տեսեք, այնքան պարզ է, այնքան հասկանալի է, որ նույնիսկ այդպես շատ սարուձոր մտնելու կարիք էլ չկա։ Ամեն ինչը տեղն է անգնում, ամեն ինչը ուղղակի իր տեղն է անգնում եւ հասկանում ես, որ ինչ է կատարվում եւ դեպի որտեղ է տանում այս աշխատանքը։ Ես խոսում եմ ժողովուրդ ջան, այս բանի մասին, որպեսզի հասկանաք, բարձր լինի, հասկանաք ինչ է կատարվում ձեզ հետ։ Մի քիչ այդպես լուրջ մտածեք, ամեն ինչ այդպես հալած յուղի տեղ մի ընդունեք, impeachment։ Այս impeachment-ի մասին մեր պատգամավորները չգիտեին մինչև, հենց հիմա պետք է Էդգարն ու Նարեկը լայվ մտնեին միանգամից impeachment-ը հիշեցնեն, որ այս մարդիկ հիշեն, որ impeachment գոյություն ունի։ Բայց ցավում եմ, գիտեք, մի քիչ չգիտեմ այս մարդկանց մասին անկեղծ ասած, քանի որ իրենք չափու սահմաններն անցկացնում են, դուք ես էլ մի քիչ այդ սահմանները հիմա խախտեմ այդ կարմիր գծերը, որ ես միշտ ունեցել եմ, անցնեմ եմ եկում։ Լավ, ես հասկանում եմ այս մարդկանց, գիտեք, հոգեկան վիճակը հասկանում եմ։ Նախկին իշխանությունների ժամանակ մարզպետ աշխատածները, դեսպան աշխատածները, աշխատակազմի ղեկավար աշխատածները, բոլորը մի կարգին աշխատանք ունեն, մի դղյակ ունեն իրենց համար, բիզնեսներ ունեն իրենց համար երկրում, ապրում են նախկինների ժամանակաշրջանից իրենց այդ կուտակած փողերով, դիզած փողերով։ Բայց հիմա այս խեղճ Էդգար Ղազարյանն ինչ անում։ Պիտի եթերից եթեր վազի առավոտից գիշեր, առավոտ էստե արծազույց տա, երեկոյան մի տա արծազույց տա, շաբաթավերջին գնա Ղազարյան versus Ղազարյան ձայնագրի։ Հիմա հայմատեք ցեք նախքին դեսպանները, ես ինչ գիտեմ, ուրիշ պաշտոնատարները, մարզպետները ինչպես են ապրում, այս խեղճ մարդը ինչպես անում, պարտավոր է այս եթերից այն եթեր վազի, հիմա կատարողական ներկայացնի վերջում այսքան դիտում հավաքիցի, լավ եք անում ընկերներ, լավ եք անում, աշխատանք ավերջա դրա մեջ ոչ մի վատ բան չկա, դիտում հավաքելով բանով, չգիտեմ հիմա ինչքան է դրա դիմաց վճարվում դիտումների, լայքերի դիմաց, որ կատարողական այդպես կազմում եք, ձեր իմանալիքն է, դուք չգնաք, ես ոչ չեմ գնալու այդ լայքերը ձեզ չտան, ինձ ոչ չեմ տալու, ձերն է, հալալ ելի ձեզ, ձեր աշխատանքն է, նեղություն եք քաշում, հարցազրույց եք տալիս, բայց դա մի վաստակեք ընդդիմության հաշվին, ընդդիմությանը վարկաբեկելու հաշվին, մյուսներին վարկաբեկելու հաշվին, Նիկոլին իշխանության պահելու հաշվին, այդ բաժինն է վատ։ Ուրիշ թեմաներ գտեք, լիքը թեմա կա, դրա մասին կարող եք խոսել, ավելի հետաքրքիր գործեր անեք, լայվ քաղաքեք, ես չգիտեմ, ընդունակություններն էլ փարկացու քիչ չի ձեր մոտ։ Լայվեր մտեք խոսեք, այդպես ասած, լայքեր քաղաքեք, դիտումներ քաղաքեք, աշխատանքն էլ տեղը կլինի, բայց դե ընդդիմությանն էլ չէ կարվածի Նիկոլն էլ հավանաբար ավելի հեշտ են իրան հեռացնել։ Կամ մեր սիրելի Նարեկ Մալյան, ես իսկապես զարմանում եմ սիրելի Նարեկին, 1 տարի բանտ նստավ, խեղճ մարդը նստեց, իմ ընկերները ինքնախոստովանում, որ իրեն օգնության ձեռք են մեկնել, գնացել են իրեն տեսել են այնտեղ ամեն ձև, բայց մի անգամ մեկը չեկավ բանտի դրանը Նարեկ Մալյան քաղբանդարկյան մի հատ մայկա հագնի, կանգնի բանտի դրանը, այդպես ասի պաշտպանում եմ իրեն, կամ ես իշխեմ ես կայքեջերի տակ այդպես բրոնզկով այդպես բարձրացած նկար դնեն Նարեկ Մալյանի, ասեն Նարեկ Մալյան քաղբանդարկյան, ես լրատվամիջոցների տակ այդ նկարը դնեն։ Դե հասկանում եմ, մի քիչ ծանր է այդ ամեն ինչը, հիմա այդ ամենի արդյունքում պիտի անես մի ձև, որ դու ուշադրության կենտրոնում լինես, բոլորը քո վրա լինի, հարցազրույցներ տաս, եթերից եթեր գնաս, լայվեր մտնես, միջազգային հանրությունը քո մասին խոսա, Վատ չի, բայց կրկին Նարեկին եմ ասում, Նարեկ ջան, արեք այդ գործերը, գրեք, խոսեք, միջազգային հանրությանն ինչ ուզում եք, շփվեք, ինչ ուզում եք ասեք, արեք, բայց դա ընդդիմությանը վարկաբեկելու հաշվին մի արեք, լավ չի, որտեղ դրա արդյունքում Նիկոլի դիրքերն են ամրապնդվում։ Լավն է, որ այս impeachment-ը տանեք ազգային ժողով չհաստատվի, ես 1000 անգամ եմ ապացուցել, ել երկապացուցեմ, դրանով դուք Նիկոլին օժտում եք կրկնակի վստահությամբ, եւ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես կարող է հաջորդ ընտրությունների մինչև 2026-ը հանգիստ այդպես դինջացած նստի մի անկյունում դիվանի վրա, նայի ձեզ եւ ծիծաղա ձեր կատարածի վրա, քանի որ դուք իրեն օժտում եք կրկնակի վստահությամբ ազգային ժողովի կողմից եւ դնում եք մեկ նախագիծ ազգային ժողովի օրակարգում, որը հաստատ չի վավերացվելու, հաստատ չի վավերացվելու։
Մեկ թեմա էլ ասեմ, իդեպ շատ են հիմա էլ այս թեման քննարկում, ասում են դե լավ, ընդդիմությունը չգիտեր, որ անցած շաբաթ այդպես ժխտողականության քրականացման մասին բանաձև էր տանում ազգային ժողով, չգիտեր, որ դա չի ընդունվելու, բա ինչու տարավ, էս էլ նույնպես։ Չենք են այս երկուսը լրիվորեն տարբեր բաներ են, ով նման հայմատություն անցկացրեց ձեզ համար, ասեք տգետ է այդ մարդը, գիտեք, տգիտության մարմնացում է այդ մարդը, եթե մեկը գա այդ ժխտողականության բանա նախաձեռնությունը, նախագիծը բերի համեմատի իմպիչմենտի նախագծի հետ։ Մարդիկ նախագիծը տարել են, հենց չընդունվելու համար են տարել։ Ով կարող էր կասկածել, որ անկած ԿՊԱ-ականներ կարող են դրանք կողմ քվարկել։ Բոլորս էլ գիտեինք դեմ են քվարկելու։ Այդ Հայաստան դաշինքի պատգամավորները չգիտեին այդ ժխտողականության նախագծին դեմ են քվարկելու ԿՊԱ-ականները։ Հաստատ գիտեին։ Բայց նախագիծը դու դնում ես, որ իրենք դեմ քվարկեն, հետո այդ դեմ քվարկելը լծակա դառնում այդ մարդկանց հարվածելու համար ավելի է բացահայտում իրենց իրական դեպքը։ Հիմա դուք ինձ ասեք, ձեր այս նախագիծը, որ դրեցիք ազգային ժողովի քննարկման, օրակարգ մտավ Աստված մի արարածյան կար ու ձայն չբերեց, դրանով ինչ լծակա դառնում ԿՊ-ի դեմ, կամ դրանով ո՞նց եք ուզում ԿՊ-ին հարվածել ձեր այդ ցախողած իմպիչմենտի նախագծով, որի դեպ հիմա դուք ինքներդ էլ արդեն հավանականությունը տալիս եք, որ ցախողած սկզբում ասում եք 100%-ով հաջողելու է, հիմա ասում եք դե նախագիծը կարող է հաջողի, կարող է չհաջողի։ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ, լավ մնացեք, իսկ ես լարվեր կշարունակեմ, չեն զանգ, որ ես մարդիկ խոսան, ես էլ կխոսամ, կարմիր գծեր ատեն, մենք էլ կարմիր գծերը կհատենք, որտեղ ես դեռ 2022 թվականից եմ ասել, մի բանում ես այդ Նարեկ Մալյանի հետ համաձայն եմ, որ այս սահմանագծումները ընդդիմության դաշտում պիտի կատարվի, վաղուց պիտի կատարվեն, եւ հիմա կատարվում է, հավա որ կատարվում է, մինչեւ այս խնդիրները ներքին դաշտում չլուծվի, մենք Նիկոլի դեմ չեն կարողանա լուրջ եւ իրական պայքար տանել։ Լավա որ տեղի ունենում, հետո այս քննարկումները շարունակեք, մենք էլ կշարունակենք։ Շնորհակալ եմ։